Հայաստանում նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության տվյալային խոշոր կենտրոն Firebird ընկերության հետ համատեղությամբ, այստեղ չեմ ուզում թերագնահատել կառավարության նաև առաջնորդությունը այս գործում Միացյալ Նահանգների հետ քաղաքական մակարդակում առկա խնդիրները բարձրաձայնելու, հասցեագրելու, ընդ որում ամենօրյա ռեժիմով հնարավոր բոլոր մակարդակներում։ Այստեղ ուզում եմ հատկապես ընդգծել օգոստոսի 8-ին կնքված Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագիրը արհեստական բանականության եւ կիսաղորջային ինդուստրիայի շրջանակում ուղղություններով եւ այս ռազմավարական փաստաթուղթն են հենց հատկապես հիմք հանդիսանալու նմանօրինակ ընկերության գործունեության, այսինքն չունենալով տեխնոլոգիական ոլորտում ռազմավարական համագործակցությունն է միմիայն ուրեմն նախապայման, նախադրյալ նմանօրինակ տեխնոլոգիաների տրանսֆերի կամ նմանօրինակ այսպես ասած արհեստական բանականության գործարան ունենալու, որովհետև աշխարհում քիչ երկրներին է հասանելի այս ամենաառաջատար եւ ամենանորարար ուրեմն տեխնոլոգիաները, հետեւաբար այստեղ եւս արդեն պետություն մասնավոր համագործակցության համատեքստում նմանօրինակ առաջընթաց ունենք, խոսքը մի քանի 100 միլիոն դոլարների ներդրման մասին է, իսկ սրանից զատ ինչպես արդեն իսկ նշեցի, բայց նաեւ մի շարք թե հակաթոնների, թե մասսայական ուսուցման շրջանակում առաջին անգամ մենք հենց արհեստական բանականության բովանդակությամբ կրթական ծրագրերն ենք, ինժեներական կրթական ծրագրերն ենք թիրախավորել, հասկանալով աշխարհի տենդենսները, ինչպես նաեւ առաջնորդվելով նրանով, որ արհեստական բանականությունը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն հանդիսացող ուղղություն է։